8-9 ամիս առաջ այստեղից մի քանի 100 մետր հեռավորության վրա մենք այցելություն էինք արել Մայր տաճար։ Այդ ժամանակ արդեն մի քանի օր էր, որ մեր երկրի վարչապետը բավականին վատ արտահայտություններով, բավականին վատ բառերով արտահայտվում էր եկեղեցու եւ եկեղեցու հայրերի նկատմամբ։ Պատկերացրեք, տանը նստած եք, գալիս է մեկը ու քո հոր հետ սկսում է անարգալից խոսել։ Ինչ պետք է անես։ Էս ինչ ես անում։ Ասեց նա, չէին ասում շատ մարդիկ, ասեց նա։ Ու մի մարդու հաշվարկ էր արել մի մարդ, որ կալանավորելով կարողանա ինչ որ բանի հասնել։ Մի բան էլ հաշվի չէր առել։ Բնավորությունը մարդու։ Իրական առաջնորդի բնավորությունը։ Բոլորը մարդկանց չափում են իրենց արշինով։ Ինչն էր իր արշինը, որ տանեին մի քիչ պահեին, ինչ ասեին աներ։ Ինչն էր մեր արշինը։ 8 ամիս ԱԱԾ մեկուսարան էր, հետը մարդ չէին թողում, բայց մարդու բնավորությունը, հայ տղամարդկանց բնավորությունը, ոնց որ իրանք հետ էին սովորել։ Հարգելիներս, սիրուն բառեր են ասելու, որ շեղեն, որ մենք չմտածենք, որ իրանք հարձակվում են եկեղեցու վրա, իրանք ուզում են եկեղեցին վերցնեն ու եկեղեցով մեր երկրի ընդհանուր տրամաբանությունը փոխեն, մեր երկրի ադատները փոխեն, իրենց պատվիրատուների ուզած ադատները մեր մեջ մտցնեն։ Դրա համար մենք պայքարում ենք։ Չեմ ուզում դուք դիտարկեք որպես սովորական քաղաքական ուժի այցելություն, որ եկել ենք ասենք Ժորժ ջան, մենք լավն ենք, էս ենք։ Սա պայքար է բոլորիս։ Մենք ուղղակի առաջամարտիկն ենք այս պայքարին։ Ու պատրաստ ենք այս առաջամարտիկը լինելու։ Պատրաստ ենք ինչ անեն, մենք էլ մեր ձևով։